Այսօր մենք կխոսենք բոլորիդ այդքան հուզող հիվանդությունների եւ վնասատուների մասին։ Դուք արդեն գիտեք իմ նաեւ այլ հաղորդումների ընթացքում, որ անդրադառնում եմ հատկապես օրգանական եղանակով պայքարին, ինչու, որովհետեւ գիտեք, որ քիմիան այսօր նաեւ աղետ է աշխարհում եւ կոնկրետ Հայաստանում երբեմն բավականին շատ են օգտագործում այդ քիմիական միջոցները։ Այսինքն արդյունքում վատանում է մարդկանց առողջությունը, միջավայրն է աղտոտվում եւ իհարկե այդպես էլ եկամուտ չենք ստանում, որովհետեւ եկեք անդրադառնանք կրկին կայուն գյուղատնտեսության սկզբունքներին, արտադրենք մթերք, որը արդարացնի սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական տեսանկյունից, այսինքն լինենք առողջ, բարելավենք միջավայրը եւ անպայման եկամուտ ստանանք։ Այդ շղթայում ամենավտանգավորը պտուղների համար դա քիմիական պայքարն է, հատկապես անվերահսկելի։ Դուք գիտեք, որ բոլորդ, երբ որ մի միջատ եք նկատում, անմիջապես խառնվում եք եւ փորձում եք սրսկել։ Ես նույնիսկ մեկ անգամ անցա այդ այգիներ կոչված տարածքով, աշտարակի, սենց ինտենսիվ այգիներ, եւ երբ որ կանգնեցի ու սկսեցի խոսել այդ ֆերմերի հետ, հասկացա, որ նույնիսկ այգին 15-20 անգամ սրսկում են վեգետացիայի ընթացքում։ Դե պատկերացրեք այդ պտուղների վիճակը, որոնք մենք ասենք ամենօրյա օգտագործում ենք։ Գիտեք ինչ, դա նաև տեղեկատվության պակաս է եւ պետք է մենք միշտ իմանանք, որ սրսկել այն ժամանակ, երբ որ դրա կարիքը կա, այսինքն ինչ, երբ որ նկատում ենք մասսայական թռիչքի ժամանակը, այդ ժամանակ կարող ենք մենք սկսել պայքարը։ Տեսեք, տարբեր տիպի թակարդներ կան, այս մեկը կոչվում է ֆերոմոնային թակարդներ, որը բավականին օգնում է ճիշտ որոշելու այդ ժամկետը։ Օրինակ, եթե լինում է արևելյան պտղակերը, օրինակ կոնկրետ խնձորի պտղակերը, որը վնասում է խնձորի պտուղները, այդ ժամանակ սկսում է մասսայական թռիչքը եւ այս թակարդները նրա համար են, որ ֆերոմոնի թակարդները հոտ են արձակում, այդ հոտը կարելի է ասել հոտ է արձակում եւ բոլոր միջատները, այսինքն արուի հոտ է արձակում եւ երբ որ միջատները հավաքվում են այստեղ, այսինքն մենք նկատում ենք 1, 2, 3 եւ տեսնում ենք երկարաչափական արագությամբ ավելանում է միջատների թիվը, անպայման սրսկում ենք, այլապես 1-2 միջատի համար կարիք չկա սրսկել։ Տեսեք, սա էլ մոնիտորինգային թակարդներ են, տեսեք վանդակներով, որը նույնպես, ասենք, այս մեկ արևելյան պտղակերին է, այս այլ վնասատուների, ասենք լվիչների եւ այլ վնասատուների, երբ որ կախում ենք, նույնպես սկսում ենք հաշվել, երբ որ սկսում է բարձրանալ հավաքված վնասատուների թիվը, ապա մենք այդ ժամանակ միայն կարող ենք սրսկել։ Ես ինչ եմ ցանկանում նշել, որ դուք իմացեք, որ այդքան քիմիա օգտագործումը նաև ազդում է ծառի վրա, բերքի վրա, դուք պատկերացրեք, բացի այդ թույնը թափվում է հողի վրա եւ մենք վնասում ենք նաեւ հողում ապրող միկրոօրգանիզմներին, որոնք գիտեք, հողի մատչելի սննդատարերը դարձնում են մատչելի, որը եւ բույսը կարողանում է օգտագործել։ Այդ պատճառով անպայման օգտագործեք այս թակարդները։ Երկրորդը, որ եթե ձեր հողատարածքը փոքր է, դուք պարզապես կարող եք պայքարել թակարդներով։ Տեսեք, այստեղ կպչուն այսպիսի թակարդներ են, որոնք ամրացնում ենք ծառերին, այսինքն տեսեք ծառերին եւ 1000 մետրի հաշվով ինձ թվում է, այսինքն ոչ թե ինձ թվում է, հիմնականում 20-25 նման թակարդները բավարար են, որպեսզի վնասատուները գան եւ հավաքվեն այստեղ։ Ընդամենը մի քանի րոպեից, եթե այս տարածքում լինեն վնասատուներ, դուք կարող եք զգալ, որ այս գույնի վրա գալիս են։ Թակարդները լինում են տարբեր գույնի, կարմիր, կապույտ եւ այլ գույների, եւ ամեն մի գույնը նպատակաուղղված է, այսինքն մի խումբ, մի տեսակ միջատների վրա։ Թակարդների բացի այդ պայքարի հետ կապված դուք պետք է իմանաք, եթե պտղատու ծառեր են կամ բանջարեղեն են, շատ կարևոր է, որ մեջը նոսրացնել, այսինքն կանաչ էդ կատարել, եթե խտանում են, տեսեք այստեղ համարյա շատ քիչ հիվանդություն կամ վնասատու կա, քանի որ անընդհատ միջանցիկ քամի է խաղում, այդ իսկ պատճառով հիվանդությունների, հատկապես վնասատուների թիվը, ինչու՞ չէ, նայ հիվանդությունների թիվը նվազագույնի է, ինչպես նաև
Դուք գիտեք, քամին օգնում է, որ սնկային հիվանդությունները որ նույնպես լինեն հասնեն նվազագույնի։ Ինչու համար դուք գիտեք, որ սնկային հիվանդությունները գտնվում են մարդկանց ոտքերի վրա, որովհետև փակ է, տաք է եւ խոնավ է։ Հետևաբար, եթե մենք բույսերը պահենք շատ խիտ, շատ մոտ իրար եւ չհեռացնենք ավելորդ ճյուղերը, այսինքն պոմիդորի դեպքում բճաշվերը, ծառերի դեպքում կանաչ այն ճյուղերը, որոնք ներս են ընկած կամ շատ խիտ են, ապա մենք կունենանք շատ մեծ խնդիր։ Այսպիսով մեկ անգամ եւս նշենք, որ առողջ եւ որակյալ բերքի հիմնական երաշխիքը դա առողջ բույսն է, որը զերծ է հիվանդություններից եւ վնասատումներից։